Մարտի 11-ին Մարիաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովը բացվեց տերունական աղոթքով, որից հետո խորհրդի հոգևորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծելով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդին։ Նորին սրբությունը իր գնահատանքը հայտնելով ներկաներին օգտակար ծառայության համար հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող եւ արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին ազգային եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր։ Գերագույն հոգևոր խորհրդին ներկայացվեցին նաև Մարիաթոր Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, հոգևոր վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը եւ վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը։ Քննարկման առարկա դարձան հայրենական կյանքի արտաքին եւ ներքին մարտահրավերները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները։ Ժողովի օրերին հրապարակվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարությունների մասին։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։ Ակնհայտ է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունն ուղեկցվում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը, միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները, ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաեւ զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։ Շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների եւ միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաեւ հոգեվոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։ Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական եւ միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։ Կոչ ենք ուղղում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն երկարատև խաղաղություն եւ սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ արցախահայության իրավունքների իրացման պարագայում։ Աղոթքով ահռ բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին, պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի եւ առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Մեր հայցն ենք վերառակում առ Աստված բոլոր գերեալների, նեղյալների եւ նրանց ընտանիքների համար, խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին, ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։
Մարտի սկզբին հրապարակվել էր Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի նամակը Ամերիկայի նախագահ Թրամփին, որում Սրբազանը խնդրում է աջակցել ազատելու Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին։ Նամակում Սրբազանը հիշեցրել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 120,000 արցախցի կորցրել է տունը, հողը, բնորանը, իսկ Արցախի պաշտոնյաները պահվում են բանտում անմարդկային պայմաններում։ Սրբազանը նամակում հույս է հայտնել, որ նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի միջամտությունը կնպաստի հայ գերիներին ազատելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին։ Մեսրոպ եպիսկոպոսը հիշեցրել է, որ դեռ նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ քրիստոնյաների էթնիկ զտումները։ Ինչպես մեր բոլոր թեմերը մենք խորը մտահոգությամբ հետևում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները անարդարաբար եւ ցուցադրականորեն դատվում Բաքվում եւ որպես մտահոգ հայեր եւ հայ եկեղեցու հավատացյալներ մենք ամենատարբեր առիթներով բարձրաձայնում ենք մեր կարծիքը եւ հայտարարություններ տարբեր տեսակի հայտարարություններով եւ հատկապես դիմելով մեր թեմից տարածքից ներս Միացյալ Նահանգների ղեկավարությանը, կառավարությանը, բոլոր հարանբանությունների, կրոնական կազմակերպությունների առաջնորդների անվամբ նաև նամակ մենք կազմակերպեցինք, որպեսզի նամակով դիմենք պետքարտուղարին, Միացյալ Նահանգների նախագահին եւ տարբեր կառույցների, որպեսզի բարձրաձայնենք այն դատապարտելի երևույթը, որ տեղի ունենում այս օրերին Բաքվում եւ անշուշտ մենք չենք լռելու, շարունակելու ենք մեր ձայնը բարձրացնել եւ կարելին անել, որպեսզի մեր հայրենակիցները օր առաջ վերադառնան հայրենիք եւ որպեսզի արդարությունը վերականգնվի։ Ֆրանսիայի հայոց թեմը երկրում ղպտի եւ ասորի քույր եկեղեցիների առաջնորդների հետ միություն է ստեղծել Ֆրանսիայի արևելյան եկեղեցիների եպիսկոպոսների խորհուրդ, որի առաջին ժողովի ժամանակ բոլորը ստորագրել են հայտարարություն, պատկան մարմիններից պահանջելով գերիների անհապաղ ու անվերապահ ազատ արձակում, իսկ մինչ այդ մարդկային վերաբերմունք։ Նույն բովանդակությամբ նամակով դիմել ենք նաև Ֆրանսիայում կա կազմակերպություն, որ կոչվում է Ֆրանսիայի քրիստոնյա եկեղեցիների միություն։ Իրենց ենք դիմել նաև կաթոլիկ բողոքական ուղղափառ եկեղեցիների պետերին։ Վստահ եմ օրերիս կստանանք նաև արձագանք իրենց կողմից։ Վերադարձից Ֆրանսիա նույն խնդրանքով պիտի դիմենք երկրի նախագահին, վարչապետին, նախարարներին։ Հուսով եմ, որ իրենք էլ կարձագանքեն, չնայած որ անցած շաբաթ հայտարարություն է տարածվել սենատորների, պատգամավորների եւ քաղաքապետերի կողմից գրեթե 40 հոգի, որ իրենք էլ պահանջում են, որպեսզի Բաքվի մեջ պահող հայ գերիները ազատ արձակվեն անվերապահ։ Արդեն երկար ժամանակ է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ նրա բոլոր կառույցներն իրենց անմիջական գործունեության կարևոր մաս են դարձրել գերիների շուտապույտ ազատ արձակման հարցը։ Մայրաթորի կոչին արձագանքել են գրեթե բոլոր քրիստոնեական կառույցները։ Անցյալ տարի նոյեմբերին Ամենայն հայոց կաթողիկոսի կոչի շնորհիվ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայան Ժնևում տեղի է ունեցել միասնական աղոթք։ Այդ օրը Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրել է բարի կամքի տեր բոլոր մարդկանց միանալ հանուն Հայաստանի աղոթքին, հանուն խաղաղության, գերիների ազատագրման եւ բռնի տեղահանվածների աջակցության։ Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ հիշեցնելով 2020 թվականի պատերազմը Արցախի դեմ, 10 ամիս տևած շրջափակումը եւ շուրջ 120,000 մարդկանց բռնի տեղահանումը։ Միջոցառումը կազմակերպվել էր COP29-ի նախօրեին, քանի որ խորհուրդը կարևոր է համարել այդ օրերին հիշեցնել գերիների եւ քաղբանտարկյալների ազատության հարցը։ Հազարավոր մարդիկ առիթ ունեցան աղոթելու գերիների շուտապույտ արձակման հետ կապված եւ վեհապար հայրապետն էլ իր ուղերձով, տեսաուղերձով ներկայացավ այդ միջոցառմանը։ Նաև առաջիկային նույնօրինակ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվելու են։ Բնականաբար գերիների հարցի հետ միասին մշտապես բարձրաձայնվում է մեր բռնի տեղահանված քույրերի եւ եղբայրների, Արցախի քույրերի եւ եղբայրների իրավունքների վերականգնման հարցը եւ մեր սրբավայրերի, մեր հոգեվոր մշակութային ժառանգության պահպանության կարեւորությունը։ Մայրաթորը Արցախի եւ Բաքվում պահվող գերիների հարցերով դիմում է ոչ միայն քրիստոնեական կառույցներին։ Վեհապար հայրապետի անմիջական, այսպես հովանու ներքո եւ հոգացությամբ մշտապես զանազան միջոցառումների մասնակցություն է բերվում Սուրբ Էջմիածնի կողմից եւ դա կլինի Եվրոպայում ամենաբարձր ատյաններում
օրինակ Եվրոպայի պարլամենտում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում, որ բոլորովին վերջերս Սուրբ Էջմիածնի տեսակետը ներկայացվեց եւ հատկապես այս հարցերը ներկայացվեցին եւ պետդեպարտամենտում եւ կոնգրեսականներին եւ ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներին, որպեսզի այս հարցը դառնա եւ Եվրոպայի եւ Արևմուտքի եւ առհասարակ հետաքրքրված բոլոր երկրների եւ կառույցների, ինչու՞ չէ նաեւ եկեղեցիների գործունեության համար կարեւոր մի մաս։ Մայրաթորի կառույցները, հատկապես աշխարհասփյուռ թեմերը, հայ ազգի գերեվարված զավակների ազատ արձակման մասին խոսում են տարբեր երկրներում ամեն հնարավոր առիթի դեպքում։ Երբ որ իրենց հանդիպում ենք լինի սենատորներ, քաղաքապետներ, падգամավորներ, տարբեր միջոցառումների, անձնական կամ առանձնակի զրույցների ժամանակ էլ իրենց ներկայացնում ենք, խնդրում ենք, որ իրենք աջակցեն եւ փառք Աստծո, որ իրենք ունկնդիր են լինում եւ աջակցում են այդ առումով։ Այսօր Ֆրանսիայում արդիական է դարձել արդեն, վաղը հուսով եմ ուժի մեջ կմտնի, որ մտածում են Բաքվի ղեկավարների դեմ պատժամիջոցներ ձեռնարկել, ֆինանսական պատժամիջոցներ նախ եւ առաջ։ Վաղուց մտածում էր լինի խորհրդարանում թե սենատում, բայց այսօր կարծեմ թե իրենք գնում են այդ քայլին ֆինանսական պատժամիջոցներ ենթարկել որոշ ղեկավարների, որպեսզի ցույց տան, թե ահավասիկ ուշադիր են հայկական հարցի շուրջ կամ տարածաշրջանում տեղ ունեցող հարցերի շուրջ։ Այս հարցը վերաբերում է հայի ինքնությանը, վերաբերում է հայ եկեղեցուն եւ հայ սրբազան ժառանգությանը, ուստի եկեղեցին բոլոր քայլերը եւ գիտական առումով, եւ միջեկեղեցական առումով, եւ պետական ու հասարակական բոլոր խողովակներով այս հարցը պետք է բարձրաձայնի, մինչեւ որ հարցը վերջապես իր հանգուցալուծման չհասնի։ Եկեղեցին չի լռում, որովհետև եկեղեցու համար մեզ որպես հովիվների ամեն մի գառնուկ արժեք ունի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ավետարանի մեջ ասում է, որ թողնելով 99-ին գնում է այդ կորած գառնուկի հետևից, մենք էլ մեր ամեն մի գառնուկ լինի Հայաստանում, լինի Ամերիկայում, լինի Բաքվում, մեր զավակներն են եւ մեր սիրտը ցավում է ամենայն հայոց վեհափառ հայրապետի, մեր հոգեվորականած դասի աղոթում ենք, պայքարում ենք, մեր կարելին ենք անում, որպեսզի մեր հավատացյալները, մեր ազգի զավակները ապահով տուն վերադառնան եւ խաղաղ կյանքով ապրենք։ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ՀՀՄ կենտրոնական գրասենյակում աշխատանքային եռուզեռ է։ Աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը համախմբող Երևանյան գրասենյակը պատրաստվում է կառույցի 25-ամյակին նվիրված համահայկական ուխտագնացությանը։ Այս օրերին հայրենիքում է նաև ՀՀՄ հոգևոր առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Կենտրոնական գրասենյակում սրբազանի հետ քննարկվեցին գլխավոր ուղղությունները, հստակեցվեցին մեխանիզմները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքների կազմակերպումը։ Հոգևոր առաջնորդն անձնվեր եւ նվիրյալ աշխատանքի համար իր գնահատանքը հայտնեց գրասենյակի աշխատակազմին։ ՀՀՄ ուխտակնացությունները առաջին հերթին հրաշալի առիթներ են, որ մենք հավաքական աղոթքով, հավաքական ուխտակնացությամբ ավելի մոտ ենք Աստծուն։ Ավելի զգանք հայրենիքի ներկայությունը մեր կյանքի առաքելության մեջ, ավելիով ապրենք Սուրբ Էջմիածնի խորհուրդը, ավելիով նաև մեր մեջ զգանք պատկանելիությունը, թե Աստծո կպատկանենք, թե եկեղեցուն կպատկանենք, թե հայրենիքը նաև մեզ հրավիրող մշտական ներկայությունն է, սրբություն, սրբոցն է եւ մանավանդ ՀՀՄ ճանապարհով գգաբվին մեկս մյուսին։ Դեռևս անցած տարվանից նախապատրաստական աշխատանքները սկսվել են եւ Հայաստանի սփյուռքի թեմերը արդեն տեղեկացվել են 2025 թվականի հոբելյանական համահայկական ուխտագնացության մասին։ Արդեն իսկ մշտական կապի մեջ ենք մեր բոլոր պատասխանատուների հետ, վերջնական թիվը ունենալուց հետո կազմակերպչական աշխատանքները արդեն մայիսից կընկնեն իրենց բուռն ընթացքի մեջ։ Համահայկական ուխտագնացությունների կազմակերպչական աշխատանքների ընթացքում ՀՀՄ կենտրոնական գրասենյակի աշխատակազմին եկեղեցու երիտասարդական միություններից բազմաթիվ կամավորականներ են միանում։ Սևակ Պապոյանը որպես բժիշկ 2019 թվականից կամավորագրված է ՀՀՄ-ում։ Մասնագիտական իր թիմով մասնակցել է համահայկական ուխտագնացություններին եւ ըստ անհրաժեշտության օգնություն ցուցաբերել։
Մենք մի բժշկական խումբ ենք, որոնք տարբեր օգնություն են առաջի բժշկական օգնություն են ցուցաբերելու, որովհետև տարբեր ջերմաստիճանի բարձրացման հետ կապված ալերգիաների շատ երիտասարդներ ունենում են խնդիրներ, եւ վստահաբար բարդությունները կանխարգելելու համար առաջին հերթին պիտի առաջի բժշկական օգնությունը ցուցաբերենք նրանց։ Դեպի մայր հայրենիք եւ Սուրբ Էջմիածին 2025 թվականի համահայկական ուխտագնացությունը կրելու է հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ խորագիրը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ պատմական այլ սրբավայրեր այցելություններից, ժամանցային ծրագրերից բացի հայրենիքում մեկտեղված երիտասարդները կմասնակցեն նաեւ ընտանիքի թեմայով աշխատարանների։ 25-ամյակը դա հոբելյանական թիվ է եւ բավականին մեծ շուկով ենք նշելու եւ մասնակիցների քանակն է ավելի մեծ լինելու եւ նախապատրաստական աշխատանքները ըստ այդմ ավելի մեծ են եւ ավելի պատասխանատու, հետեւաբար մենք ամեն բան անում ենք, որ մեր մասնակիցները ավելի հետաքրքիր ժամանակ ունենան հայրենիքում եւ սա եզակի հնարավորություն է, որ ամբողջ աշխարհից երիտասարդները հավաքվեն իրենց մայր հայրենիքում, բնորանում, տեսնեն իրար, փորձի փոխանակում անեն եւ վայելեն հայրենիքում գտնվելու այս օրերը։ Բոլոր նրանք, ովքեր ֆիզիկապես ներկա չեն լինի այդ ուխտագնացությանը, պիտի տալ նաեւ իրենց հնարավորություն, որպեսզի կարողանան ներքին այդ կապը եւ մասնակցայնությունը իրենց հոգեվոր իմաստով գոնե ապահովել։ Հայ եկեղեցու աշխարհասփյուր բոլոր թեմերը ամիսներ շարունակ պատրաստվում են համահայկական ուխտագնացությանը եւ ՀՀՄ կենտրոնական գրասենյակն ակնկալում է մի քանի 100 մասնակցի ընդունել։ Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ համահայկական ուխտագնացությունը հուլիսի 2-ից 7-ը հարյուրավոր երիտասարդների Հայաստանից եւ Սփյուռքից կմեկտեղի հայրենիքում։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մատենադարանում առանձին ցուցադրվող արծաթակազմ Ձեռագիր Մատյանը Շուրիշկանի Սուրբ Ավետարանն է։ Ցուցադրության առաջին օրը առաջին այցելուներից է Գրիգորյանների ընտանիքը։ Լսել եմ, որ տարին մեկ է խնդրակատար ու զորավոր ավետարանը տարվում եկեղեցի։ Այստեղ Մատենադարանում ավետարանի զորությանը առնչվելու երկրորդ հնարավորությունը չեն ուզեցել բաց թողնել։ Գրիգորյանները եկել են ավետարանը տեսնելու այնպես, ինչպես ուխտի կգնային։ Խնդրանք ունեն հիվանդանոցում հիվանդության դեմ պայքարող տատիկի առողջության համար։ Դավիթ Գրիգորյանը բերել է փոքրիկ որդուն Մարկին եւ դստերը Հասմիկին։ Ասից գնանք իմ տատիկի համար աղոթենք, իմ վախերի համար, որի միշտ Աստծո ձեռքը մեր ընտանիքի վրա լինի, մեր մոտիկների։ Ես հավատում եմ, որ Աստված կարող է իմ տատիկին բուժել։ Ես որ աղոթում եմ, ասում եմ Աստված, իսկապես չգիտեմ ոնց, բայց որտեղ վերջանում է մեր մարդկային ուղեղի կարողությունները, հենց այդտեղ էլ սկսում է ամենակարող Աստծո հրաշքը։ Եվ ես իսկապես հավատում եմ ու սպասում եմ այդ հրաշքին։ Գրիգորյանները զորավոր սրբությանը ոչ միայն տատիկի առողջության համար են խնդրել։ Լսելով այս հրաշալի առիթի, ես որոշեցի, որ իմ երեխաներով գալ եւ վերցնել այն օրհնությունը, որի կարիքս ունենք յուրաքանչյուր հայ։ Եվ սիրով եմ եկել, բացի ընտանեկան անձնական խնդրանքից, նաև ինձ թվում է, որ յուրաքանչյուր հայր այսօր ունի երկու կարևոր մեծ խնդրանք, դա մեր բոլոր գերիների ազատագրումն է, ազատումն է Բաքվի բերդից։ Մարդ չի կարող ուղղակի անտարբեր անցնել այս թեմայի կողքով եւ մեր յուրաքանչյուրիս պարտքն ասեմ, հոգու պարտքն ասեմ, հարգանքն ասեմ, խնդրանքն առ Աստված, որպեսզի րոպե առշուտ նրանք լինեն ազատության մեջ։ 15-րդ դարի վերջում գրված ավետարանը միշտ հասանելի է եղել ուխտավորներին, թե Պարսկաստանի Շուրիշկան գյուղում, որտեղ պահվել է մի քանի դար, թե Մաշտոցյան Մատենադարանում, որին նվիրաբերվել է ձեռագիրը։ Մինչև հիմա Շուրիշկանի ավետարանի հրաշագործությունների համբավը փոխանցվում է սերնդեսերունդ։ Այդ պատճառով Մատենադարանը մարտի 10-ից ապրիլի 10-ը բացառիկ ցուցադրություն է կազմակերպել։ Իր գրեթե պատմության ամբողջ ընթացքում ավետարանը եղել է ուշադրության կենտրոնում եւ որպես խնդրակատար ավետարան բժշկել է տարբեր հավատացյալների, տարբեր իղձերի կատարմանն է նպաստել, ինչի մասին վկայում են բազմաթիվ տեղեկություններ, որոնք մեզ են հասել սերնդեսերունդ, նաեւ վկայությունները ոչ հայ այսպես մարդկանց կողմից, որոնք վկայում էին, որ Պարսկաստանի Շուրիշկան գյուղում պահվում է մի հայերեն ավետարան, որը նույնիսկ հեղինակություն է վայելում ոչ միայն քրիստոնյաների մոտ, այլ նաև մահմեդականների մոտ, եւ անգամ մահմեդականները եկել են
Շուրիշկան գյուղ, որպես իրենց խնդրանքով դիմեն մեր քրիստոնեական ավետարանին, ինչը շատ զարմանալի է, բայց միևնույն ժամանակ խոսում է ավետարանի փառքի եւ հռչակի մասին։ Ձեռագիր Մատյանը բաղկացած է 4 ավետարաններից, նկարազարդումները պարզ են ու համեստ, չնայած դրան ձեռագրի հռչակը տարածվել է գրեթե անմիջապես, 4 ավետարանիչներից 3-ի պատկերն է պահպանվել, բացի ավետարանիչների եւ անվանաթերթերի նկարազարդումներից, ձեռագիրը զարդարում են նաեւ զարդագրեր, լուսանցազարդեր, քիչ քանակությամբ լուսանցային մանրանկարներ, դարձյալ համեստ գունապնակով եւ կատարողականությամբ։ Հավանաբար 19-րդ դարում ավետարանի համար կրկնակազմ է պատրաստվել, այն ամբողջական արծաթից է, վրան կիսաթանկարժեք քարեր կան եւ առանցին զարդեր, խաչ, հրեշտակներ։ Ավետարանները որպես կանոն ասես զարդարվել են արծաթե կազմերով, արծաթե առանձին դետալներով։ Մենք ունենք բազմաթիվ խնդրակատար ավետարաններ, որոնք աչքի են ընկնում հենց կազմի վրայի նվերներով, արծաթյա փլակներ, այսպես կոչված թաթիկներ, փոքրիկ խաչեր, գամեր, որոնք հավատացյալների նվերներն են ավետարանին։ Ամեն անգամ նման ավանդույթ է եղել, երբ որ ինչ-որ խնդրանքով դիմել են ավետարանին, երկու կամ փլակ կամ թաթիկ կամ խաչ են նվեր բերել ավետարանին եւ երբ որ կատարվել է իրենց իղձը, իրենք եկել են եւ մեկը հետ են տարել, մեկը թողել են ավետարանին, իսկ մյուսը հետ են տարել եւ մեր գրեթե բոլոր խնդրակատար ձեռագրերը այսպես յուրաքանչյուրը կենտ են, չկան զույգ միավորներ, որ ասենք ինչ որ մեկի իղձը չի կատարվել։ Շուրիշկանի ավետարանը մշտապես մի ընտանիքում է պահվել, սա էլ հազվադեպ պատահող բան է, խնդրակատար գիրքը Հայաստան հայրենադարձված ընտանիքի ցանկությամբ էլ նվիրաբերվել է Մատենադարանին։ Սկզբում գրվել է Վասպուրականում, Ասպիսնագյուղում, Քաչբերունիքի, այնուհետև ինչ-ինչ պատճառներով այդտեղից տեղափոխվել է հայտնի չէ եւ դրանից հետո արդեն ձեռագիրը հիշատակվում է արդեն Շահ Աբասի տեղափոխությունների հետ կապված, երբ 17-րդ դարի սկզբին հայերի մեծ տեղափոխություն է լինում շուրջ 500,000 դեպի Պարսկաստանի խորքերը եւ այս ավետարանը իր տերերի հետ անցել է դեպի Շուրիշկան գյուղը, որտեղ էլ արդեն հաստատվել է մինչեւ 1968-ից 72 թվականների այդ մեծ տեղափոխությունը դեպի հայրենիք։ Հաշվի առնելով հավատացյալների եւ ուխտավորների ցանկությունը 2000-ականների սկզբից ավետարանը տարին մեկ անգամ կրկնազատկին տարվում է Մուղնիի Սուրբ Գևորգ։ Այս տարի, մինչ կրկնազատկի տոնը, այն տեսնելու հնարավորություն կա Մաշտոցյան Մատենադարանում։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 10-ին Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում նշվեց բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ Խորեն Պալյանի 90-ամյակը։ Թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը հավաքվածներին հայտնեց, որ շուտով գիտնականի անունը կրող հուշատախտակ կտեղադրվի թանգարանի պատին եւ Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի Խորեն Պալյանի անունով։ Թանգարանի հոգաբարձունների խորհուրդը, որի կազմում Խորեն Պալյանի եւ Լուսինե Զաքարյանի ընկերներն ու մտերիմներն են, ամեն բան անում է, որ մշտապես արժևորվի եւ գնահատվի անվանի արվեստագետների գործը։ 5 տարի առաջ, երբ որ վերանորոգվեց նաեւ վեհափառ կաթողիկոսի մեր օրհնանքով եւ աջակցությամբ, պիտի ուրախանանք դրա վրա, ստեղծվեց թանգարան։ Եվ երկրորդ այսօր ուրախալի լուր ունենք, որ քաղաքապետարանը մեզ չմերժեց եւ Խորեն Պալյանի հարթաքանդակը պետք է դնենք եւ փողոց պիտի բացվի, ինչպես տարիներ առաջ Լուսինե Զաքարյանի անվան փողոց բացվեց Օհան Դորյանի փողոցի կողքը, բայց մենք այդ արարողությունները կանենք առաջիկայում, որովհետև հիմնադիր տնօրենը տերը թանգարանի Ռաֆի Պալյանը Ամերիկայում է եւ դժբախտաբար այրվեց իր տունը, ինչպես այդ ամբողջ փողոցը Փասադենայի կողքը եւ նա կգա նոր, էթիկապես ճիշտ կլինի առանց նրա չբացել այդ բոլորը։ Հիմա դե եկեք մտովի պատկերացնենք Խորեն Պալյանը բացառիկ կերպար է, ասում է նրա ընկեր, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։ 60-ականների ազգային ինքնագիտակցության զարթոնքի տարիներին նա էական դերակատարում է ունեցել։
Գիտական աշխատանքին զուգահեռ մշտապես հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել։ Մոտ 2000 շարական գիտեր եւ 2000-ն էլ երգում էր։ Դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, Երևանի պետական համալսարանի բանասիրական եւ աստվածաբանական ֆակուլտետներում, կազմել եւ ղեկավարել է տարբեր երգչախմբեր, շրջել ու համերգներով հանդես եկել Հայաստանի եւ Արցախի գյուղերում։ Ես ու Խորեն Պալյանը այն ժամանակներում, երբ Խորենը ղեկավարում էր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, հայ տոհմիկ երգչախումբը, մեր ուսանողներն էին այդ երգչախմբի անդամները, մենք միասին ուղևորվում էինք Արցախ, պատկերացրեք, որ Բերձորի եւ ուրիշ տեղավայրերի թուրքացված երաժշտական դպրոցները կոմիտասյան երգով վերաօծում էինք հայկական դպրոցների, Խորենի հետ միասին։ Նրա 90-ամյակի օրն է, եւ ես ափսոսում եմ, որ մեր երիտասարդ սերունդը լավ չգիտի կամ քիչ գիտի Խորեն Պալյան երևույթը, մի հզոր անհատականություն, որ Հայաստանի մեծ հանրագիտարանում հոգևոր երգերի եւ հայ եկեղեցու պատմության մասին շուրջ 400 հոդվածների հեղինակ է։ Խորեն Պալյանը իր առաքելությունը հայ հոգևոր երգի ուսումնասիրումն ու հանրահռչակումն էր դարձրել։ Դրանում մեծապես օգնում էր նրա գրափարի փայլուն իմացությունը, ավարտել էր Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, ուներ վարդապետի աստիճան եւ քաջածանոթ էր եկեղեցական արվեստին, երգասացությանը։ Միջոցառում էր կազմակերպված Պարուր Սևակին նվիրված, համերգը հիանալի անցավ, վերջում Սևակը հրավիրեց բոլորիս իր կնքախոր տուն։ Գնացինք, սեղանը գցած էր արդեն։ Հիմա սեղանապետը առաջարկեց խմել ուրեմն Լուսինեի կենացը, բոլորս բաժակը չխկացնում ենք Լուսինեի բաժակին, Սևակը բաժակը մոտեցրեց Խորենի բաժակին։ Բոլորս տարակուսած այդպես զարմացած ուզեցինք ասել, մտածեցինք, որ չլսեց, որ Լուսինեի կենացն է, պաուզա տվեց։ Նրանից հետո ասեց Լուսինեի ծնունդով մենք Խորենին ենք պարտական։ Խորեն Պալյանի 90-ամյակի օրը երաժշտական կատարումներով հանդես եկան Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջի Լուսինե Զաքարյան եւ Խորեն Պալյան անվանական կրթաթոշակներ ստացող սաները։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։